Բարև ձեզ, մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի տեղակալներ, սիրելի պատգամավորներ, հարգելի պատգամավորներ, այսօր քննարկում ենք պարոն Վարդևանյանի ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածության ընտրության հարցը, եւ ես պետք է նշեմ, որ պարոն Վարդևանյան, դուք շատ համոզիչ կերպով փորձեցիք մեծ ինտուզիազմով պատասխանել առնվազն մեր խմբակցության կողմից հնչեցված բոլոր հարցերին, սակայն գրեթե բոլոր հարցերին պատասխանեցիք վակրուկ դահուկըլը սկզբունքով։ Ամեն ինչից խոսեցիք, բացի հարցի բուն պատասխանից եւ բուն էությունից, օրինակ իմ կողմից բարձրաձայնված հարցը երկու հարցերից մեկի ժամանակ դուք ասացիք, որ ձեր մոտ ընտրությունները ընտրական ցանկը կազմվել է համագումարով, ցանկ եք ներկայացել, համագումարը հաստատել է այդ ցանկը, սակայն ձեր գործընկերներից օրինակ Գառնիկը Դավթյան մի քանի օր առաջ հաշվիչ մեր հանձնաժողովի աշխատանքների ժամանակ հետնամասում սենյակում ասաց, որ մեզ մոտ եւս ժողովրդավար կերպով է ընտրվել, ընտրական process-ներ են տեղի ունեցել, բայց ես իրականում հակված եմ հավատալ ավելի շատ ձեզ, ավելի շատ անկեղծ էր ձեր կողմից տրված պատասխանը, նաեւ հաշվի առնելով պարոն Դավթյանի նախորդ Ադրբեջան, Թուրքիա, թուրք տեսած ադրբեջանցիների հետ երկխոսության կատարած հանգամանքով, երբ որ նա ինքը անձամբ տեսել է, երկխոսել է, բազմիցս հանդիպել էր ադրբեջանցիների, սակայն հարց էր տալիս եւ զարմանում էր, թե մարդ ոնց կարող է տեսնել թուրք եւ հավակնել ազգային ժողովի նախագահի պաշտոնին։ Դա գովելի է, ես կարծում եմ ընտրության ժամանակ հաշվի կառնեմ, երբ որ ձեզ պետք է ընտրենք որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ, իսկ երկրորդ հարցին օրինակ, երբ որ դուք ասացիք, որ այո, ընտրակաշառքը դա վատ երևույթ է եւ դուք դատապարտում եք ամեն կերպ ընտրակաշառքը եւ եթե ավելին հանկարծ, եթե ապացուցվի, որ ձեր թիմակիցներից ինչ-որ մեկ առնչվում է կամ ձեր թիմից ինչ-որ մեկը անցնում է այդ գործով, ասացիք ավելի խստորեն կդատապարտեմ, բայց հարգելի պարոն Վարդևանյան, դատապարտելը դա քաղաքական կատեգորիա չէ, եթե դուք լինեք ազգային ժողովի նախագահի տեղակալ, ես կարծում եմ դուք պետք է նաև քաղաքական պատասխանատվություն կրեք դրա համար եւ ինչ եք անելու այդ բaragայում շատ հետաքրքիր է օրինակ ազգային ժողովի նախագահի պաշտոնից ինքնաբացար կանեք, ինչ կանեք, ասենք խմբակցությունից դուրս կգաք, կդառնաք անկախ պատգամավոր, թե օրինակ կխնդրեք որպեսզի Էդգար Ղազարյան մանդատավայր դնի, ինչ եք անելու, էլի քաղաքական կատեգորիա, քաղաքական պատասխանատվություն է պետք դրա համար, պարոն Վարդևանյան, դատապարտել բոլորն էլ դատապարտում են, իհարկե, միայն երևի չի դատապարտում կաշառք տվողն ու վերցնողը, միայն, բոլորը դատապարտում են, բայց նաև ունեք այլ դրական հատկանիշներ, օրինակ երբեք չեք հերքում ձեր անցած ուղին, ձեր անցյալը, պատվով նշում եք, որ ձեր գործընկերներն ձեզ ներկայացնելու ժամանակ նշեցին, որ եղել եք ՀԿ-ում, եղել եք վարչապետի ավագ խորհրդական, օգնական, հետո հանգրվանել եք Հայաստան դաշինքում եւ երբեք չեք հերքել դա շատ գովելի փաստ է հիմա հանգրվանել եք ուժեղ Հայաստանում։ Ես դա եւս հաշվի կառնեմ ձեզ ընտրելու ժամանակ, որովհետեւ այ օրինակ մենք մարդ ունենք Հայաստան դաշինքում, ով ամեն կերպ հերքում էր իր կապը Քոչարյանի ուժի Քոչարյանի արբանյակ ուժ լինելու վերաբերյալ, Հայաստան դաշինքի հետ որևիցե կապ ունենալու վերաբերյալ, բայց արի ուտես, որ ամառային տրանսֆերային պատուհանով Մայր Հայաստան դաշինքից հանգրվանեց Հայաստան դաշինքի ցուցակում։ Պարոն Մեսրոպ Մանուկյանը գրեթե համոզել էր արդեն ինձ, որ ինքը որևիցե կապ չունի, որտեղ ավականու նիստի ժամանակ, Երևան քաղաքի ավականու նիստերի ժամանակ այնպիսի մեծ համոզմունքով, էնտուզիազմով, sense կուրսքը պատրելով հերքում էր իր կապը, կարծես իրենք որևիցե աղերս չունեն այդ ուժի հետ, բայց տեսանք, թե ինչ եղավ։ Եվ ամեն դեպքում, պարոն Վարդևանյան, դուք մի քանի օր առաջ, երբ որ ձեր թեկնածությունը այստեղ քննարկվում էր, ձեր մասին ելույթներ էին տեղի ունենում, կարծում եմ առնվազն ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ պետք էր թողնել այդ հարգանքը, ցուցաբերել այդ հարգանքը եւ մնալ ներկա գտնվել այստեղ, անկախ ամենից, նամանավանդ երբ որ դուք իրավաբան եք եւ գիտեք, որ
իրավական process-ների, դատավարական process-ների մեջ կարող են ցանկացած անձիկ ներգրաված լինել եւ Հայաստանում, քանի որ օրենքը հավասար է բոլորի համար, բոլոր կողմերում դատական process-ների ընթացքում կարող են լինել գեներալից մինչև շարքային մարդ, վարչապետից մինչև ամենաառաջին դասի քաղծառայող եւ անգամ մինչև եպիսկոպոսից կամ կաթողիկոսից մինչև աբեղա կամ սարկաֆակ։ Դա խոսում է Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության վերաբերյալ եւ նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում արտոնյանել չկան եւ չպետք է լինեն։ Եվ դուք որպես իրավաբան պետք է կարծում եմ միայն ողջունեք ձեր տեսանկյունից դատավարական կամ նախաքննական մարմինների աշխատանքները, ովքեր որ աշխատում են չնայելով մարդուն պաշտոնով, դիրքով, գումարով, փողով եւ նմանատիպ չափելի միավորներով։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։